Շիրակի մարզում 6 զոհի վթարի դեպքով կալանավորված BMW-ի վարորդին հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխում։ Արմդու լրատվականին հայտնի դարձավ, որ արտիքի հիվանդանոցում նրան երկար պահել չեն կարողացել եւ ստիպված են եղել տեղափոխել Երևան, որտեղից եւս այլ հիվանդանոց կտեղափոխեն։ Վերջինիս հարազատները պնդում են, եթե տնային կալանք տային, ապա այսօր ստիպված չէ լինի պետության հոգացության տակ լիներ եւ հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխել, այլ հարազատները կխնամեին եւ պետության հոգսը կթեթևացնեին։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ողբերգական վթար էր տեղ ունեցել Շիրակի մարզի Աղի բնակավայրի մոտակայքում, BMW եւ Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ էր զոհվել, նրանցից 2-ը երեխա, եւս 5 մարդ, որոնցից 3-ը երեխա մամնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել էր ծայրահեղ, ծանր կամ ծանր։ Շիրակի մարզի Աղնի բնակավայրի տարածքում տեղ ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ քննչական կոմիտեի փոխանցմամբ այն հարուցվել էր քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեն փոխանցել էր, որ քննախագահության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինս BMW-ի վարորդն է, որը կալանավորված է եւ այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Արմդու լրատվականը զրուցել էր նաեւ փաստաբան Նացական Մարուքյանի հետ, որը BMW-ի վարորդի պաշտպանն է եւ վերջինս մանրամասներ էր հայտնել դեպքից, նաեւ մատնանշելով գործում արկա խնդիրները։ Ըստ էության ասեմ հետեւյալը. մեղավորը դեռ փորձաքննություն չկա, որևէ մեկը չի կարող ասի։ Մեղավորը հանգամանքներն են, մեղավորը իրադարձությունն է, որ չգիտես ինչպես է ծավալվել, որովհետև Opel Magnish-ը, ով վթարվել եւ ամենաշատ, այսպես ասած, դուժել է, այդ շարքի վրա գնացել են մի քանի մեքենա, եւ 07 հադեմից եղել եւ հետևից ուրիշ մեքենաներ են եղել, բեռնատար են եղել, այսինքն այն ցերկով ցույց տան, որ դիմային մասով գնացող BMW մեքենան ինչ-ինչ հանգամանքներում կտրուկ թեքվել է, դե ոչ կամերա կա, ոչ բան կա, կտրուկ թեքվել է դիմացի ու հենց հարվածել է այդ Opel-ին։ Սա, ասենք, ոչ կանխամտածված էր, որ դիտավորություն լիներ, ոչ բան, կամ դիմացի մեքենան է խախտումներ արել, կամ ուրիշ հանգամանքներ կան։ Իսկ BMW-ի վարորդն էլ ավտոմեխանիկ է։ Մի շարք հանգամանքներ կան, որ հարցականներ են առաջ քաշում եւ ըստ էության հիմա այս պահի դրությամբ BMW-ի վարորդը, որ մեղադրվում է մի բանի համար, ըստից, որ կենթանի է մնացել։ Որտեվ տեսեք, Opel Magnish-ի մեքենայի մեջ եղել է 9 հոգի, վարորդն էլ հետո 8 ուղևոր եւ 9 հոգի։ Opel Astra մեքենայի մեջ։ Այո։ Դա հարցական է, այսինքն նա ինչ-որ մի տեղից եկել, ինչ-որ մի կետ գնում է, ինչ-որ մի կետից եկել, այսինքն պատրուլ, ոստիկան, ինչ-որ մեքենաներ չհանդիպեցին, այս մարդկանց ասեն, բայց փոքր մեքենայի մեջ 9 հոգի ոնց է տեղավորը, որ տեղավորված են 4 կամ մաքսիմում 5 հոգի մարդներ կա տեղավորել։ 4 կամ 5 մարդ է տեղավորել, 9 հոգի են եղել, եւ որոնցից 5-ը մահացել են։ Անդրադառնանք BMW-ի վարորդին։ BMW-ի վարորդի մայրը կողքը նստած մահացել է։ Այսինքն ոչ մի բարակայում այդ վարորդը դիտավորություն չեր ունենա եւ չէր ցանկանա, որ իր մայրը մահանար։ Եվ ինքն էլ ամբողջությամբ ջարդված է։ Երկար ժամանակ հիվանդանոցում բարգելուց հետո մի քանի օր առաջ վերջապես որոշեցին, երբ որ հիվանդանոցից դուրս գրեցին, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն դուրս գրեցին տեղաշորող շտաբօգնության մեքենայով, որպեսզի տեղափոխեն տուն, սակայն քննիչը տեղափոխեց անմիջապես դատարան։ Ըստ էության մեղադրանք ներկայացրել, ես ներկա չեմ եղել, ինձ տեղյակ չեմ պահել, ինձ բարձրապես որպես պաշտպանի ես շուտ բանից ներգրաված եմ եղել եւ միշտ ասել եմ, իմ պաշտպանյանն եմ ասեք պաշտպանում եք, երբ որ ձեզ կկանչենք, կներգրավեք, ես կմասնակցեմ։ Ըստ էության մեղադրանք ներկայացնելու process-ին ես չեմ մասնակցել։ Ես մասնակցել եմ միայն դատարանում, նյութերը դատարան տալուց եւ նիստից մի քանի րոպե առաջ նյութերը դրամատուրգն են ինձ, ես միջնորդությունն եմ կարդացել եւ ոսոր ասած պրոֆեսիոնալ ուսումնասիրել եմ նյութերը։ Ըստ էության իրան ներկայացրել են շտաբօգնության հիվանդանոցից շտաբօգնության մեքենայով, բերել են ամբողջ գիշեր, պահել են շտաբօգնության մեքենայի անձնակազմի հսկողության տակ, ինչպես ասած շտաբօգնության մեքենայում, դատարանում, որտեղ ինքը մահճակալային հորիզոնական պարկած վիճակում է, ջարդատված, կոտրված, չի կարողանում նստել, չի կարողանում կանգնել։
անգամ երբ որ դատարանում փորձեցին գլխի հատվածը մի քիչ բարձրացնել, ցավերի պատճառով նորից հետ դրեցին, այդ վիճակով դատաքննությունը ինքը անցկացրեց։ Տեսեք, այստեղ Այսինքն փաստացի սայլակի վրա պարկած վիճակում, մահճակալի վրա։ Սայլակ ասելը կարելի է հասկանալ նստած վիճակում էր, մահճակալի վրա պարկած վիճակում բերել են։ Ես նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանին խոշտանգումների մասով բանավոր հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ գրավոր կներկայացնեմ, ինչի համար, որովհետեւ ինչա նշանակում, հա, ռեանիմացիայից կամ ասենք հիվանդանոցից տեղափոխեն մահճակալային պայմաններում մի ամբողջ գիշեր, հա, մոտ 12 ժամ պահեն դատարանոյի։ Որ դատարանն է եղել, պարոն Մարկյան։ Գյումրիի դատարանում է եղել։